Սա ակցիաների են տրամաբանական շարունակության մեջ դիտարկվող հերթական ակցիան է, որը նպատակ ունի ցույց տալու, թե ինչ է Հայաստանի Հանրապետությունում իրականում կատարվում, որովհետև Նիկոլի կեղծ սրտիկների ետևում բռնապետություն է իրական, Նիկոլի եւ գագաթնաժողովի, Հայաստան ԵՄ գագաթնաժողովի հետ կապված ու նաև այն եվրոպական համայնքը, որ այստեղ է քաղաքական, պիտի իրականում տեսնի, թե ինչ է կատարվում մարդու իրավունքների հետ կապված Հայաստանում։ Պիտի իմանան, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ, պիտի իմանան, որ Հայաստանում խոսքի ազատությունը պատժելի է, պիտի իմանան, որ դրանց վերաբերյալ Հայաստանի հասարակությունը չի պատրաստվում լռել եւ Նիկոլի ցույց տված այն պատկերը, որ հայ ժողովուրդը հաշտ է հայրենիքը հանձնելու եւ իր իրավունքները զիջելու հետ, իրականությանը չի համապատասխանում։ Ակցիայի նպատակը սրա մեջ է։ Ու գիտեք ինչ, մենք իհարկե ուրախ ենք Հայաստան եկած ցանկացած մարդու համար, անկախ իր կարգավիճակից եւ անկախ իր զբաղեցրած դիրքից այս կամ այն երկրում, բայց չի նշանակում, որ այստեղ happy weekend արած մարդկանց օրը կազմակերպելը մենք պիտի համարենք գերագույն նպատակ եւ իրականում հայկական օրակարգը մոռանանք եւ ուրանանք իրենց weekend-ների տրամաբանության մեջ։ Շատ լավ է, որ եկել են Հայաստանի Հանրապետություն իրենց մի քանի օրը ազատ ժամանցը անցկացնելու համար, բայց այդ չի նշանակում, որ այստեղ պիտի հայկական օրակարգը մոռացության մատնենք կամ փորձենք շղարշ նետել ասելով, որ դե լավ է Նիկոլ Փաշինյանը թող իրանց հետ մի երկու օր հերթական լավ ակցիաները մի ռեստորանից մյուս ռեստորանը գնան ցույց տալով, թե գիտեք ինչ կա Հայաստանում որևէ բան չի կատարվում, ամեն ինչ գեղեցիկ է, ամեն ինչ կանաչ է, ամեն ինչ խաղաղ է, իրականում այդպես չէ։ Ու հենց երեկվա քաղաքական եվրոպական քաղաքական համայնքի միջոցառման ընթացքում արդեն Երևանից, իհարկե տեսակապով միացած, բայց Ալիևը Երևանից արդեն կարողանում էր հնչեցնել սպառնալիքներ մեր հայրենակիցների վերաբերյալ, ովքեր բախվում են Հայաստանի Հանրապետության վերաբերյալ, այսպես այդտեղ պատասխան չկա։ Նիկոլը հանգիստ շարունակում է իր նկարները ստանալ, որևէ արձագանք երեք Ալիևի հնչեցրած սպառնալիքներին, մեղադրանքներին, իդեմս մեզ, որոնք որ իրականում ուղղված են իրեն, իր հանցագործ ռեժիմին եւ իր կողմից սանձազերծած պատերազմական հանցագործություններին, դրանց որևէ պատասխան չի ստացվել։ Մենք այս իրականության հետ հաշտ չենք եւ չենք պատրաստվում հաշտվել։ Ուզում եմ Նիկոլ այսօր ԵՄ-ի հետ ստեղ ձևեր թափի, ուզում եմ մայիսի 9-ին գնա Կարմիր հրապարակում Պուտինին ասի, որ այս ինչ լավ պարադ ես կազմակերպել, ես պարադ նայել շատ եմ սիրում, դա Նիկոլի օրակարգն է, որը կապ չունի Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի շահերի հետ։ Երեք մարզահամերգային համարիրում ակցիայի հավաքված մասնակիցները նշում էին, որ ԵՄ-ն բացահայտ աջակցում է Փաշինյանին։ Ձեր կարծիքով, եթե այս աջակցությունը կա, իրենք ինչպես կարձագանքեն այս ակցիան։ Իրենց արձագանքը քաղաքական համայնքի, որոնք այստեղ են, հրապարակային իհարկե ես չեմ սպասում, որովհետև ակնհայտ է, որ դա քաղաքական որոշում է եղել գալ այս ժամանակահատվածում այստեղ եւ այո, զբաղվել ոչ թե հայկական խնդիրներով, ըստ էության Հայաստան ԵՄ գագաթնաժողովի մասին է խոսքը կամ եվրոպական քաղաքական համայնքի համաժողովի մասին է խոսքը, բայց այդտեղ հայկական օրակարգ չկա։ Ինչից ասես եւ ինչի մասին ասես խոսել են, բացի Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած խնդիրներից, այն մարտահրավերներից անվտանգային, որոնք մեզ սպառնում են կոնկրետ Ադրբեջանի տեսքով, որևէ մի արձագանք չի եղել։ Դա նշանակում է, որ այո, բացարձակապես Նիկոլի աթոռի պաշտպանությանն ուղղված գործողություններ են։ Նիկոլը նույն տրամաբանության մեջ ոնց որ այս 8 տարի մնում է, ում ինչքան պետք է մեր հայրենիքից տալ, կիսել, բաժանել, միայն թե իր աթոռին վտանգ չսպառնա։ Երեք նաև ձեր հարցը ինձ հնարավորություն տվեց արձանագրելու, որ երեք արդեն Նիկոլ Փաշինյանը ստացավ այն հնարավորությունը, որ հունիսի 7-ին կհայտարարի, որ ինքը շարունակում է մնալ վարչապետ, անկախ նրանից, թե հայ ժողովուրդը ինչ կորոշի հունիսի 7-ին, 6-ին կամ դրանից միգուցե շատ ավելի առաջ։ Այսինքն մեր կամ արտահայտությունը որոշում կայացնելու հնարավորությունը մեզնից Նիկոլը երեք էլի խլել է։ Իսկ այս խնդիրները, որոնք որ արձանագրեցիք, ինչ լուծումներ եք առաջարկում։ Լուծումը մեկն է, առանց լրացուցիչ օրակարգեր շեղելու Նիկոլի հեռանալը, որտեղ քանի էս իշխանազավթները Հայաստանում են, հայկական օրակարգի մասին խոսել հնարավոր չի։ Քանի էս իշխանազավթը ստեղ է, կալանավորվելու են դպրոցականներ, կալանավորվելու են մարդիկ իրենց ազատ խոսքի համար։ Այլ հնարավորություն եւ այլ տարբերակ չկա։ Եվրոպական քաղաքական համայնքից կլինի ներկայացվածությունը, այլ միջազգային կազմակերպություններից բարձրաստիճան կամ գերտերությունների
կառավարությունների ղեկավարներից կլինի ներկայացվածությունը, այդտեղ հայկական շահ չի իրացվելու, որտեղ եթե անդադար խնդիրը ֆիրմա բառերի արանքում հերթական անգամ հայ ժողովրդի շահը զիջելն է եւ մեր հայրենիքից մի հատված օտարելն է, տալն է որևէ մեկին ու ասել, գիտեք ինչ, սրա անունը trip է, սրա անունը միջանցք է, սրա անունը back office, front office, այսինքն ցանկացած բառ կարելի ասել, բայց իրականությունը որն է, հայ ժողովրդի 42,000 քառակուսի կիլոմետր հայրենիքը, որ 2018 թվականին իրականություն էր, փոքրացնել, խլել, տեղ բացել Թուրքիա եւ Ադրբեջանի շահերի համար, անխոչնդոտ շահերի համար ընդ որում, ինչ ծավալով շահ, որ իրենք կպատկերացնեն։